Բարև ձեզ, եթերում տարածաշրջան հաղորդաշարն է։ Այստեղ մենք քննարկում ենք աշխարհաքաղաքական գործընթացներ եւ իրադարձություններ, որոնք ուղղակի ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության վրա։ Մարդկության պատմության ամենավաղ ժամանակներից ի վեր ռազմական գործողություններն ու պատերազմները ունեցել են քողարկված կամ բացահայտ կրոնական ու դավանաբանական հենք։ Այսօր մեր տարածաշրջանում ընթացող ռազմական գործողությունների կրոնական դավանաբանական ասպեկտները քննարկելու համար սիրով հյուրընկալել ենք քաղաքագետ Ստեփան Դանիելյանին։ Շնորհակալություն, պարոն Դանիելյան, մեր հրավերը ընդունելու համար։ Տեսեք, երբ որ մենք նայում ենք ընթացիկ պատերազմին, Ամերիկա-իրանական կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ընդդեմ Իրանի, ըստ ձեզ կա այստեղ դավանաբանական հենք ընթացիկ ռազմական գործողություններում եւ որն է դա ներգրավված կողմերից յուրաքանչյուրի համար։ Ձեր բացման խոսքում դուք ասացիք, որ հնուց ի վեր պատերազմները շատ ժամանակ ունեցել են քողարկված կամ բացահայտ կրոնական հենք, հա։ Կարելի է նաև մի քիչ այլ ձևի ասել, որ քաղաքական պատճառներից ելնելով օգտագործել են կրոնը։ Հա, կրոնը ինչի համար, որովհետև կրոնը շատ հզոր ազդեցություն ունի զանգվածները մոբիլիզացնելու համար։ Այսինքն այդ էմոցիոնալ գաղափարների վրա զանգվածներին մոբիլիզացնել եւ օգտագործել քաղաքական նպատակների համար։ Հիմա գանք ձեր հարցին, դուք ասում եք այս ներկա պատերազմը, որը ընթանում է Իրանի եւ Իսրայելի Միացյալ Նահանգների միջև, ունի կրոնական երանգ, թե չունի կրոնական երանգ։ Ես ուզում եմ մեջբերել Իսրայելի շատ լուրջ մի դեմքի խոսքերը, դա Աբրահամ Բերգն է, որը եղել է Իսրայելի խորհրդարանի խոսնակը, եղել է նախագահի պաշտոնակատար եւ բազմաթիվ կարևոր պաշտոններ է զբաղեցրել եւ խորը մտավորական է։ Այդ հարցի իր պատասխանը հետեւյալն է, որ միջև վերջերս դա եղել է քաղաքական խնդիր, պաղեստինցիների իրավունքների հարցը, եւ հոկտեմբերի 7-ից հետո, երբ որ ասենք պաղեստինցիները հարձակվեցին Իսրայելի վրա եւ այս պատերազմը, սա արդեն ըստ Բերգի, սա արդեն կրոնական պատերազմ է։ Ինչի համար է ինքը համարում, որ սա կրոնական պատերազմ է, դրա համար պետք է մի քիչ նախապատմությունը գնանք։ Ուրեմն պաղեստինցիների խնդիր կար, որոնք պայքարում են իրենց իրավունքների համար։ Եվ պաղեստինցիների ազգային ազատագրական շարժումը գլխավորում էր Ֆաթխը։ Ֆաթխը աշխարհիկ կուսակցություն էր, որի ղեկավարը գիտեք Յասեր Արաֆատն էր, որը մահացել է արդեն։ 93-ից 95 թվականը ուրեմն Օսլոյում տեղի է ունենում մի համաձայնություն Իցխակ Իսրայելի եւ Պաղեստինի միջև, Իսխակ Ռաբինն էր Պաղեստինի ղեկավարը եւ մյուս կողմից Յասեր Արաֆատը։ Եվ այդ համաձայնությունը ենթադրում էր, որ պաղեստինցիները ճանաչում են Իսրայելի պետությունը, Իսրայելի պետությունը ճանաչում է պաղեստինցիների ինքնավարությունը, որը հետագայում կարող էր դառնալ անկախ պետություն, հա, եւ գնալ դեպի խաղաղություն։ 95 թվականին Իսխակ Ռաբինին սպանում են Իսրայելի նախագահին եւ սպանում են այս ծայրահեղականները ազգայնական եւ կրոնական, որոնք ասում են, որ տեսեք, եթե մենք այս տարածքները հանձնում ենք պաղեստինցիներին, սա մեզ համար ազգային կատաստրոֆայի կվերածվի։ Եվ գնում է պատմությունը շրջվում է հետ։ Ինչի համար եմ ես սա կապում։ Ուրեմն Ֆաթխը դա աշխարհիկ շարժում էր, որի մեջ կային նաև քրիստոնյա արաբներ եւ շատ առաջադար դիրքեր էին գրավում, նաև ռազմական բլոկներ են հիմնականում քրիստոնյա արաբները ձևավորել։ Ուրեմն եւ ամբողջ աշխարհը աջակցում էր այդ համաձայնագրին, որը Կլինտոնը նույնպես ներկա էր, մեծ դեր ուներ, եւ խնդիրը այն էր, որ պետք էր սա կանգնացնել։ Սա կանգնացնելու համար եւ Ֆաթխի դերը գնալով մեծանում էր ամբողջ աշխարհում, Նոբելյան մրցանակներ ստացան այդ համաձայնագրի համար եւ ըստ իսրայելական շատ լուրջ աղբյուրների, իրենք սկսում են աջակցել Խամասին Գազայում։ Խամասը դա արդեն կրոնական շարժում էր եւ իրենք ուզում էին ցույց տալ, որ ահա տեսեք կրոնամոլներն են եկել
Գազային իշխանության, դեղ Խամազը սկսեց սպանություններ իրականացնել ֆախտի ներկայացուցիչների հանդեպ Գազայում եւ սկսեցին terrorismով զբաղվել եւ դրանով ցույց են տալի Իսրայելը, որ տեսեք այս terroristներն են եւ ըստ իսրայելական շատ լուրջ աղբյուրների ԱՄՆ-ը Իսրայելի ռազմական հետախուզությունը աջակցել է այդ շարժումը կազմակերպման գործում։ Այսինքն Իսրայելին պետք է սրան տալ կրոնական, ծայրահեղական բնույթ եւ դրանով հեղինակազրկել Պաղեստինյան ազատագրական շարժումը։ Սադրանքների արդյունքում բացել Իսրայելի ձեռքերը հետագա գործողությունները։ Այո, եւ երկրորդը Խամազի եւ Ֆաթխի միջև ռազմական գործողություններ սկսվեցին, ինչպես այս սպանություններ եւ այլն եւ իսրայելցիները ցույց են տալ աշխարհին, տեսեք պաղեստինցիները իրենցից ինչ են ներկայացնում, իսկ դուք ուզում եք իրենց բան լինի, այսինքն ինքնաբարություն լինի, այս մարդկանց հետ մենք ինչպես կարանք մի տարածքում միասին ապրել։ Հասկացա։ Հիմա թե գալիս ենք մեր տարածաշրջան եւ այս ամեն ինչը դիտարկում ենք իսրայելա-իրանական հակամարտության շրջանակում։ Կարող ենք պնդել, որ Իրանի նկատմամբ սանձազերծված ներկա գործողությունները Իսրայելի համար որոշակիորեն ունեն կրոնական հենք, Ամերիկայի Միացյալ Նահանգների համար ոչ այդքան, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ըստ էության այս պատերազմի մեջ ներառվել է Իսրայելի հորդորով, դրդմամբ կամ նույնիսկ ազդեցությամբ, այսինքն կողմերը հետապնդում են տարբեր նպատակներ Իրանի հետ հակամարտությունում, իսկ Իսրայելը իր մասով հետապնդում է կրոնական նպատակներ, իդեմս շիիզմի թուլացման։ Ես ստիպված նորից մեջբերում կբերեմ Բերգի խոսքերը, իր գնահատականները, որովհետև ինքը բնականաբար շատ լավ տիրապետում է այն, ինչ որ Իսրայելում կատարվում է, եւ ինքան է ձախ գործիչ է, աշխարհիկ քաղաքականության ներկայացուցիչը, ինքը ասում է հետեւյալը, որ Իսրայելում հանրության մեծ մասը ինքը աշխարհիկ է, ու տոկոսներով մինչև 45-50% աշխարհիկ գաղափարներ ունեն եւ այդ կրոնամոլությանն շատ վատ են ընկալում։ Սակայն Իսրայելի ղեկավարության մեջ այսօր այնպիսի կուսակցություններ են դաշինքում, որոնք կրոնական ծայրահեղականներ են։ Իմիջիայլոց, քանի որ Իցխակ Ռաբինի սպանությունից խոսեցինք, իրեն սպանեցին 95 թվականին եւ շարժում սկսվեց այդ համաձայնագրի դեմ եւ 96 թվականին իշխանության եկավ այսօրվա Նաթանյահուն, այսինքն ծայրահեղականների իշխանություն էր։ Եվ Նաթանյահուն ունի խնդիրներ, իր վրա քրեական գործեր կան, եւ դրա համար ինքը բլոկ է կազմել ծայրահեղ կրոնամոլնական կուսակցությունների հետ։ Եվ ըստ Բերգի Իսրայելի ղեկավարությունը կրոնամոլներ են։ Եվ իրենք նույնիսկ գաղափար կա երրորդ տաճարը սարքել, Ալաքսա մզկիթը ոչնչացնել եւ մի քանի փորձեր եղել են 60-ական թվականներից ի վեր։ Հիմա գանք Միացյալ Նահանգներին։ Միացյալ Նահանգներում Թրամփը եկավ իշխանության քրիստոնյա սիոնիստների աջակցությամբ։ Դա ավետարանականների մի հատված է, որոնց թիվը գնահատվում է մոտ 25 միլիոն։ Միացյալ Նահանգների բնակչության, որոնք շատ ակտիվ են, ազդեցիկ են, համախմբված են եւ իրենք ունեն այդ գաղափարները, որ գիտեք ինչ, ավետարանում գրված է, որ պետք է Իսրայելը վերականգնվի եւ գա Հիսուս Քրիստոսը, երկրորդ գալուստը, եւ իրենք այդ ուժերը օգնեցին, որ Թրամփը գա իշխանության եւ հետաքրքիր էր Նաթանյահուի մի քանի տարի առաջ ասված խոսքերը, որ իրենց հենարանը Միացյալ Նահանգներում արդեն ոչ թե հրեական կազմակերպություններն են ավելի շատ, որտեղ դրանց մի մասը աշխարհի կա, ձախա քննադատում Իսրայել, մի մասը, այլ իրենց հենարան ավելի շուտ քրիստոնյա սիոնիստներն են, որոնք այդպես կրոնական գաղափարներ ունեն։ Եվ Թրամփը, ես կասկածում եմ, որ Թրամփը հավատացյալ մարդ է, իր ապրած կյանքը տեսնելով, բայց ինքը իշխանությանը եկել է այդ ուժերի աջակցությամբ, եւ այդ ուժերի գաղափարներն է նաեւ փորձում իրականացնել։ Եվ նաեւ հաշվի առնենք, որ Թրամփի հիմնական բանագնացները հայրաներ են, Ուիտկոֆը, Կուշները, երրորդ բանագնացը չէ, նույնպես միացավ իրենց, որը էլի հրեա է, եւ այդ հրեական եւ քրիստոնյա սիոնիստների շրջանակների ցանկություններ, որպեսզի պաշտպանել Իսրայելը պաղեստինցիներից, որ
երրորդ Հիսուսի երկրորդ գալուստը տեղի ունենա։ Այսինքն այդ առումով, երբ որ մենք ասում ենք իսկ Միացյալ Նահանգների շահերը որն է, կրոնական են, գաղափարները աշխարհիկ են, այդտեղ հարց է առաջացում, ինչպես Իսրայելում իշխանության են եկել կրոնական գաղափարներ ունեցող մարդիկ, աշխարհի վերջի գաղափարներով, բայց եւ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների շահերը եւ քաղաքականության հիմքը կրոնական չի։ Եւ հիմա Միացյալ Նահանգներում այդ խնդիրը առաջանում է, չէ, մենք ինչի համար ենք մտել այս պատերազմի մեջ, ում շահերն ենք սպասարկում եւ արդեն գնալով հակաիսրայելական դրամատրությունների եւ Միացյալ Նահանգներում, հասարակության մեջ, նաեւ քաղաքական շրջանակներում, Եվրոպայում եւ նաեւ ամբողջ աշխարհում գնալով ուժգնանում են։ Հիմա խնդիրը այն է, իշքանով է կրոնական, իշքանով կրոնական չի, ում համար կրոնական է, ում համար կրոնական չի, բայց եկեք ֆիքսենք, որ իմ համոզմամբ եւ Նատանյահուն աշխարհիկ մարդ է իրականում օգտագործում է այդ կրոնական զգացմունքները եւ այդ շրջանակները, նույնը Թրամփը աշխարհիկ, ոչ թե աշխարհիկ, այլ նույնիսկ Թրամփի ընկերն է եղել, որտեղ համարել, որ ինքն հենց խիստ մաքուր կրոնական հայացքներով ապրող մարդ է, այդպես չի, ինքն էլ իր հերթին այդ կրոնական որոշակի շրջանակների գաղափարները օգտագործում են։ Տեսեք, ձեր խոսքի ժամանակ ես մտածում եի, որ փաստորեն վերջին տարիներին ոչ միայն փոփոխության է ենթարկվում միջազգային հարաբերությունների տրամաբանությունը, այսինքն հարաճանաչ նորմերի ու սկզբունքների ամբողջությունը, որով աշխարհը ապրում էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Հելսինկի եզրափակիչ ակտով եւ այլն, այլ նաեւ փոփոխվում է գիտելիքը որպես այդպեսին։ Չէ, մենք երկար ժամանակ հակված ենք եղել կարծելու, այսինքն ունենալու կարծիքներ եւ ճշտված կարծիքներ, օրինակ մերձավոր արևելքի քաղաքականության վերաբերյալ, սիոնիզմի, շիիզմի, այդ պետություններից, որոնք յուրաքանչյուր իր հերթին որոշակի շահեր էին հետապնդում, օրինակ որ իսլամական աշխարհում ընդունված 3 պետություններ՝ Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Իրանի Իսլամական Հանրապետությունը պայքարում են առաջնորդության համար։ Բայց այս վերջին պատերազմը կարծես սա էլ է փոխել։ Եվ օրինակ մենք տեսնում ենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև կարծես թե տարաձայնություններ են սկսել առաջանալ, ինչքան փորձում են կառավարել։ Մենք տեսնում ենք, որ այն մեր ընկալումները Մերձավոր Արևելքի մասին փոխվում են։ Հիմա այս պատերազմը Մերձավոր արևելքում կրոնագիտական տեսանկյունից ինչ է փոխում։ Այդ մենք երևի այս անգամ էլի ստիպված լինենք գնալ մի քիչ պատմության խորքերը, որովհետև առանց դրա իրավիճակը գնահատել հնարավոր չի։ Շատ հեռու չգնալու համար 20-րդ դարից սկսենք, ուրեմն 1920 թվականին Բաքվում տեղի է ունենում արևելքի ժողովուրդների համագումար, որին մասնակցում են մոտ 2000 մարդ։ Համագումարը կազմակերպում է Կոմինտեռնը։ Սովետական միությունը արդեն ստեղծվել է, Կոմինտեռն է ստեղծվել, որի նպատակ ամբողջ աշխարհում հեղափոխություններ տարածելն է։ Եվ այդ Բաքվի համագումարի ժամանակ որոշում է ընդունվում, քանի որ Եվրոպայում հեղափոխություն տարածելը չստացվեց, Հունգարիայում, Համբուրգում բանում փորձեր եղան, տապալվեց հեղափոխություն տարածելը, դա Տրոցկու գաղափարն էր, որոշում են թեքվել դեպի արևելք։ Եվ գաղափարը վերցնում է այն, որ գիտեք ինչ կա գաղութատիրական երկրներ, առաջերտին Բրիտանիան, Ֆրանսիան մերձավոր արևելքում, եւ պետք է բարձրացնել մուսուլման աշխատավորներին, որպեսզի նրանք ազգային ազատագրական շարժում սկսեն։ Եվ մասնակցում են նաև Հնդկաստանից պատգամավորներ մուսուլման, Հյուսիսից, ու Հնդկաստաններ էլի Բրիտանիայի գաղութներ։ Եվ այդ շարժումները սկսում են տարածվել եւ պատահական չի, որ երկար ժամանակ մերձավոր արևելքի այդ ազգային ազատագրական շարժումները ձախական էին, Բասը Սիրիայում, Իրաքում եւ այլն եւ այլն։ Այդ շարժումը առաջերտին ուղղված էր Բրիտանիայի դեմ։ Հիմա Բրիտանիան ինչպես պաշտպանվի, հա, այդ արևելյան Կոմինտեռնից։ Իրենք վերցնում են կրոնական գաղափարախոսությունները, որոնք բնականաբար կային նաև 20-ական թվականներում Եգիպտոսում մուսուլման եղբայրների շարժումն է սկսվում, եւ իրենք ինչ են ասում են նայեք, այս աթեիստ կոմունիստները, սրանք անաստված են, սրանք եկել են ոչ թե ձեզ ազատագրելու, այսա Ալլահի դեմ է այս շարժումը, եւ իրենք սկսում են այդ Կոմինտեռնի դեմ օգտագործել կրոնական շարժումները, որպեսզի իրենց գաղութատիրական ռեժիմները կարողանան պաշտպանել։ Այսինքն սա եւս մեկ օրինակ է, թե ինչպես հատուկ ծառայությունները կարողանում են օգտագործել
իսլամական շարժումները իրենց աշխարհաքաղաքական նպատակների համար։ Իսարը պատերազմի ժամանակ այդ իսլամիստներին օգտագործում են սովետական միության դեմ։ Սովետական միության փլուզումից հետո առաջացավ հարց. իրենք ունեն ազդեցություն իսլամական շարժումների վրա, հատուկ ծառայությունները մխրճված են այդտեղ, նաև Ալ-Կաիդայի եւ այլ ահագին հարցեր կա, որ այս վերջերը նույնպես բացվում է, հա, այդ սեպտեմբեր 11-ի այդ երկնաքերերի հարվածը եւ այլն, որքանով էր դա կազմակերպված հատուկ ծառայությունների կողմից։ Հիմա մենք երբ որ գալիս ենք այսօրվա վիճակին, մենք տեսնում ենք, որ իսլամական շարժումների մի զգալի հատվածը վերահսկողության տակ է հատուկ ծառայությունների կողմից։ Սովետական միությունը չկա, ազգային ազատագրական շարժումները մեծ մասամբ հաջողության են հասել, այդ երկրները արդեն գոյություն ունեն, եւ ստեղ արդեն գալիս է Իրանի դերը, որը 79 թվականի հեղափոխությունից հետո իր վրա է վերցնում իսլամական շարժումների հիմնական գիծը, եւ ինքը այդ գաղափարն է տանում, որ ահա տեսեք մուսուլման ժողովուրդները տարապում են, հա, պաղեստինցիները եւ այլն Իսրայելի տակ, Իսրայելը դա մեծ սատանայի Միացյալ Նահանգների կցորդն է եւ դրա համար ես պայքարում եմ իրենց ազատագրման համար։ Հիմա իրավիճակը նորից շուռ է գալի։ Իրանը այս կրոնական հարցը օգտագործում էր իր ազդեցությունը մեծացնելու համար, իսկ դիմացը կոմունիստական անաստվածների շարժում չկա։ Եվ այստեղ խնդիր առաջացավ։ Ուրեմն իրանական հեղափոխությունից հետո 79 թվականին Մերձավոր Արևելքի շատ հասարակ մարդիկ Խամենեի նկարն են դնում մեքենաներում, ասում են, «Էսա տեսեք իսլամական շարժումը եկել է մեզ բոլորիս ազատագրելու»։ Եվ իսլամական հեղափոխությունը ուներ նաև սոցիալիստական բաղադրիչ, հավասարության գաղափարը, որտեղ 10-րդ դարի վերջին մի մտավորական կար Ալ-Աֆղանի, Աղվանի այսինքն Աղվանստանից, բայց ես որոշ տվյալներ ինքը պարսիկ էր եւ ինքը փորձում էր իսլամական մոդեռնիզմը առաջացնել, որի հիմքում դրված էր նաեւ սոցիալական արդարության գաղափարը։ Այսինքն Իրանը 79 թվականի հեղափոխությունը ոչ միայն իսլամական էր, որը քանդեց այդ կոմինտեռն, կոմունիստական շարժումներ եւ իսլամ, որը հետևում կանգնած էր հիմնականում Բրիտանիան, հետո Միացյալ Նահանգները, այլ եկավ Իրանը, որը ինքը սկսեց օգտագործել արևմուտքի դեմ այդ գաղափարներ եւ տեղի ռեժիմների դեմ, միապետական ռեժիմների դեմ։ Եվ այստեղ 79 թվականից հետո իրավիճակը ավելի բարդացավ։ Եվ իրանական շիիզմի դեմ կամ իրանական առաջնորդությամբ շիիզմի դեմ արևմուտքը սկսեց գեներացնել սունի իսլամադավան աշխարհին։ Ստեղ իմ կարծիքով էլի որոշակի բարդություններ կան, որտեղ իհարկե եւ շիիզմի եւ սունիների խնդիրը գոյություն ունի, բայց մյուս կողմից ծոցի երկրները արաբական, իրենք միշտ մտավախություն ունեն Իրանից պատմականորեն։ Գիտեք, պատմականորեն Իրանի մայրաքաղաքը Դիզբոն է, Բաղդադի կողքն էր, համարյա նույն տեղում էր գտնվում, եւ Իրանը համարում էր, որ դա իր տարածքներն է, որը արդեն Օսմանյան Թուրքիան գրավել էր Իրանից։ Եվ Իրանի մոտ այդ կայսրական գաղափարները կան, որ այդ ամբողջ տարածաշրջանը Մերձավոր Արևելքի, որը պատմականորեն իրենք միշտ կարողացել են ժամանակ առ ժամանակ վերահսկել, հիմա նույնպես իրենք այդ դերը պետք է կատարեն եւ հեղափոխությունից հետո իսլամական դա արդեն իսլամի դրոշի տակ է այդ կայսրական գաղափարները։ Եվ ծոցի երկրները արաբական բնականաբար վախենում են, որտեղ իսլամական հեղափոխությունն այս հանրապետական կարգեր էր, չէ՞ բերում, անդեր միապետների շախին հանեցին, հետո ասում են մյուս միապետներին պետք է հանեն, որ ժողովուրդը գա իշխանության, մուսուլման գաղափարներ, իսլամական գաղափարները առաջ դնեն, եւ իրենք վախենում են իրանական էքսպանսիայից վախենալով բնականաբար արդեն օգտագործում է սուննիզմի գաղափարները, նաև կրոնական գաղափարներն են օգտագործվում, բայց պատճառները առաջին քաղաքական են։ Ծոցի երկրները վախենում են Իրանի ազդեցության մեծացումից։ Եվ իմիջիայլոց երկար ժամանակ դա փրկել է նաև Իսրայելին, որտեղ Իսրայելի հիմնական խնդիրը, տեսնում եք, չէ, Իրանի հետ սահման չունեն, խնդիրը արաբական երկրներն են, որոնց տարածքները Իսրայելը գնալով նվաճում է։ Հիմա նույնպես, չէ, արդեն Սիրիայից մի կտոր վերցրեց, Լիբանանի հարավն է արդեն
ըստ էության գրավել, հա 600,000 արդեն մարդկանց ասում է թույլ չեն տա վերադառնալ իրենց տարածքները, Իսրայելը դա օգտագործում էր, ասում էր, գիտեք ինչ, տեսեք արաբական աշխարհ, ձեր թշնամին Իրանն է իրականում, հա Սաուդյան Արաբիա, Էմիրատներ, Օման, Բահրեյն եւ այլն, ես ձեզ պաշտպանելու եմ Իրանից եւ կարողանում էր իր ազդեցության տակ վերցնել, այսինքն Իսրայելին Իրանի այս վտանգը շատ օգտակար էր իր ազդեցությունը մեծացնելու համար։ Եթե գանք Թուրքիա, որ երկար ժամանակ պայքարում էր կամ գուցե հիմա էլ պայքարում է իսլամական աշխարհի կամ գոնե Սունյադավան իսլամական աշխարհի առաջնորդության համար։ Օրեր առաջ Էրդողանը հայտարարեց, որ այս պատերազմը կարող է վերաճել եղբայրասպան պատերազմի, կոչ անելով դադարեցնել։ Ինչ նկատի ուներ ըստ ձեզ Էրդողանը, որովհետև մի կողմից կարծես թե լարվում են հարաբերությունները Ադրբեջանի հետ, մյուս կողմից Թուրքիան, որ Իրանի, այսպես ասած, ռազմավարական մրցակիցն է մեր տարածաշրջանում, ամեն դեպքում ներկա քաղաքական հանգրվանում Թուրքիային ըստ էության ձեռք չի տալիս թուլացած Իրանը, որ անխուսափելիորեն վերելու է Իսրայելի ազատության մեծացմանը։ Չէ, առաջերտին վերելու է Թուրքիայի փլուզմանը։ Ուրեմն Թուրքիայի քաղաքականությունը հասկանալու համար կարևոր է հասկանալ քրդերի վտանգը Թուրքիայի համար։ Քրդերը իրական քանակը պարզ չի, մոտավորապես երևի արդեն 1/3-ն է Թուրքիայի։ Սակայն Թուրքիայում կա դեմոգրաֆիկ ճգնաժամ, այսինքն թուրքական հատվածը 1.5 երեխա են ունենում, հա, որը չի վերարտադրումը թույլ չի տալիս։ Քրդական շրջաններում ծնելիությունը շատ բարձր է եւ պայմանական Քրդստանը Թուրքիայում Քրդստանի ծավալը գնալով մեծանում է, որտեղ գնալով տարբեր տեղեր քրդերի քանակը մեծանում է եւ ըստ որոշ հաշվարկների գուցե մի 15 տարի հետո կամ 20 տարի հետո երկու ծնված երեխաներից մեկը լինելու է քուրդ, իսկ այն մեկը, որը լինելու է թուրք, դեղ ալավիների խնդիր կա եւ այլն, հա, որոնք նույնպես այնքան էլ դժվար է իրենց թուրք համարելը, հա, այնտեղ բազմաթիվ հարցեր կան։ Եվ Թուրքիայի հիմնական խնդիրը քրդական վտանգն է։ Հիմա տեսեք, եթե Իրանը փլուզվեց, չէ, ենթադրենք Որի մեջ առանցքային դեպքում են քրդերը 7 միլիոն քուրդ, որ արևմտյան ատրպատականում են, որոնք տարածքով ունեն սահման Իրաքի քրդերի հետ եւ Թուրքիայի քրդերի հետ։ Հիմա եթե 7 միլիոնանոց Քրդստան ստեղծի Իրանում, բնականաբար դա ազգային ազատագրական շարժումը կբորբոքի Թուրքիայում, պատկերացրեք Թուրքիան ինչ վիճակում կլինի, եթե 1.5-2 միլիոն Սիրիայում քրդերից են ինքը վախենում, հա, իրանց ինքնավարությունից, այստեղ արդեն միանում է 7 միլիոն Իրանի քրդերը։ Սա արդեն վերելու է Թուրքիայի փլուզմանը։ Որն է Ադրբեջանի նպատակը։ Ադրբեջանը հակառակ շահեր ունի։ Ազգային նպատակ են վերցրել, որ կան երկու շրջան հիմնականում Իրանի հյուսիսում, որը իրենք համարում են իրանցը, հարավային Ադրբեջան, որին պետք է միանալ։ Միանալու համար պետք է Իրանը փլուզվի։ Այսինքն Ադրբեջանի էքսպանսիան նաև որ Իրանը փլուզվի, իրենք մեծ Ադրբեջան ստեղծեն, Թուրքիայի համար Իրանի փլուզումը Թուրքիայի ոչնչացումն է։ Օբյեկտիվորեն, որքան էլ չմրցակցեն Իրանը եւ Թուրքիան, մեկի փլուզումը կբերի մյուսի փլուզմանը։ Այստեղ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի հակադրության մեջ են գտնվում։ Եվ այսօր նաև թուրքական իշխանական շրջանակներ չէին բացառում, որ Թուրքիան այս պատերազմում կարող է նույնիսկ օգնել Իրանին։ Բնականաբար Թուրքիան իր գոյությունը պահպանելու համար պետք է օգնի Իրանին։ Բնականաբար Թուրքիան օգնում է այսօրվա Սիրիայի ռեժիմին, ինչի համար, որտեղ 1.2 միլիոնուց քրդերը ինքնավարություն չունենան եւ իրենց ռազմական միավորումները լուծարվեն։ Հա, դրա համար ինքը աջակցում է Սիրիային։ Դրա համար ինքը աջակցում է նաև Իրաքի ղեկավարությանը, որ սահմանափակեն հնարավոր անկախությունը Իրաքում, որտեղ նույնպես էլի խնդիրներ կան, երկու կենտրոն կա, հա, պրոիրանական, ինչ-որ առումով պրոթուրքական, Թալիբանի բարձրանում կլանները եւ այլն, եւ մյուս կողմից հարցը այդ բոլոր քրդերը նույն ժողովուրդն են, թե նույն ժողովուրդը չեն։ Լեզուները տարբեր են, գրական լեզուները տարբեր են, տառերը հա որոշակի տարբերություն կա, ազգային գիտակցությունը այնքան էլ նույնական չի, բայց բոլոր դեպքերում սա քրդեր են։ Այսինքն ինչպես թուրքմեններ, ուզբեկներ եւ թուրքեր, այնպես քրդերի մեջ տարբեր ցեղատեսակներ գոյություն ունեն։
Եթե հետ վերադառնանք մեր խոսակցության սկզբին, որ հակամարտությունները հաճախ պայմանավորվում են կրոնական գործոնով կամ կրոնական գործոնը օգտագործում են։ Այս համատեքստում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախաձեռնությունը, որ հայտնի է Աբրահամյան համաձայնագրեր անվանումով, որի նպատակ, եթե փորձենք կարգ-ձևակերպել, այդ 3 խոշոր կրոնների՝ հուդայականության, քրիստոնեության եւ իսլամի համագործակցություն ստեղծելն է եւ այդ կրոնները դավանող երկրների միջև համագործակցություն ստեղծելն է։ Հնարավոր է, որ սրանով Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է ազդել առհասարակ միջազգային հարաբերությունների խորքի վրա, փորձելով կառավարել կրոնական հակամարտությունները կամ կրոնական ծագմամբ հակամարտությունները կարգավորելով մեծացնել միջազգային հարաբերությունների իր ազդեցությունը։ Նախ, ինչպես մենք խոսեցինք, հարց է, թե այն process-ները, որոնք տեղի են ունենում, որքանով է կրոնական, որքանով է քաղաքական, եւ որքանով են քաղաքական նպատակների համար օգտագործվում կրոնները։ Ինչ վերաբերում է Աբրահամյան համաձայնագրին, այդ գաղափարները հրյաների գաղափարներ, Կուշները, Վիտկոֆի եւ այլն, Թրամփը ոնց որ իրենց շահերն է այդ առումով ներկայացնում։ Այդ առումով խոսել, որ հիմքում դրված ինչ-որ կրոնների համաձայնություն եւ այլն, ես կարծում եմ ոչ։ Ամբողջ խնդիրը այն է, որ Իսրայելը էթնիկ առումով ինքը մեկուսացված է այդ տարածաշրջանում եւ մշակութաբանական առումով է մեկուսացված։ Ինչ որ առումով մեզ նման են, մենք էլ մեր տարածաշրջանի ժողովուրդների հետ ինչ որ մեկուսացման վիճակում ենք մշակութաբանական առումով։ Եվ շատ կարևոր էր, որ օգտագործելով Իրանի նկատմամբ ունեցած վախը, վերել նրան, որ իրենք ճանաչեն Իսրայելի պետությունը, դիվանագիտություն սկսվի, դեսպանատներ բացվեն եւ այլն, գուցե Երուսաղեմը ճանաչեն որպես Իսրայելի մայրաքաղաք, եւ դրանը սիմվոլիկ դրել են Աբրահամյան համաձայնություն, որովհետեւ հիմքում համարելով, որ Աբրահամն է եղել, Աբրահամից 2 ճյուղ է եղել, Իսմայելը, Իսահակը, տեղից հրյաներն են առաջացել, արաբները եւ այլն, տեղից 2 կրոններն են առաջացել, այդ սիմվոլիկայի վրա այդ համաձայնության գալը, այստեղ որևէ կրոնական հիմք ինձ թվում է իրականում գոյություն չունի։ Եվ հավանաբար դա է պատճառը, որ Աբրահամյան համաձայնագրերի միացած պետությունների թիվը այդքան քիչ է։ Կարծեմ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Ղազախստանը, Սուդանը, Ղազախստանը աշխարհիկ երկիր է, գիտիկում դնենք, այն երկրները, որոնց ազդեցությունը Միացյալ Նահանգների ազդեցությունը այդ երկրներում մեծ են եւ այդ երկրների ղեկավարությունները ունեն խնդիրներ։ Օրինակի համար Հորդանանը պաշտոնապես Իսրայելը պայմանագիր ունի, որ Հորդանանի ազգային անվտանգությունը ապահովում է Իսրայելը, պաշտոնապես ստորագրած են։ Ինչի համար, որովհետև Հորդանանի մեծ մասը փախստականներ են, պաղեստինցիներ են, այնտեղ կան նաև բեդուիններ եւ կա թագավորը, այսինքն խնդիր է առաջացել, որ փոքրամասնության իշխանություն է։ Փոքրամասնության իշխանությունը միշտ պետք է դրսից հովանավոր ունենա։ Իսկ հովանավորը պահանջում է, որ իրենք այս ինչ-որ համաձայնությունների մեջ մասնակցեն։ Բահրեյնի մեծամասնությունը 80-85% շիաներ են, էլի սուննի փոքրամասնություն է, որը եւ Սաուդյան Արաբիայից է օգտություն ստանում, եւ նաեւ ջուր, բան, սնունդ եւ այլն, հա, եւ նաեւ Միացյալ Նահանգների բազան է գտնվում։ Բնականաբար այդ երկրի իշխող իշխանությունը հենվում է արտաքին ուժի վրա, ընդդեմ իր ժողովրդի, ըստ էության, որոնք շիաներ են մեծ մասով, եւ բնականաբար այդ պայմանները պետք է կատարի, ինչը իրեն պաշտպանողները առաջ են տանում։ Անդրանիկ, դասեք, մենք խոսում ենք, որ Բահրեյնի բնակչության 80%-ը շիադավան է եւ բնականաբար օբյեկտիվ առումով զգայական մակարդակում ավելի շատ կապ ունեն Իրանի հետ։ Հիմա ծոցի արաբական երկրների հրթիռակոծումը Իրանի կողմից, թեկուզ դրանք թիրախային են, թեկուզ ամերիկյան բազաներին են ուղղված, բնակչության կողմից ընկալվում է որպես այդպեսին։ Ավելի լավ կլինի այդ հարցի պատասխանեն մարդիկ, որոնք այդ տարածաշրջանը ավելի լավ են
լավ գիտեն, բայց կադրեր կան, օրինակ Բահրեյնում, երբ որ հարվածները խփում էին ամերիկյան ռազմաբազային, ժողովուրդը ուրախանում էր։ Իրենց կողքը երևի մի քանի 100 մետր են կողմ, ասենք հարված է եղել, կարար իրենց վրա էլ ընկներ, եւ իրենք ուրախանում են ու Ալլահի անուն են տալ, այսինչ լավ բան տեղի ունեցավ, հա։ Ուրեմն այնտեղ կան նաեւ սոցիալական խնդիրներ, իշխանության եւ հասարակության միջև տարբեր արաբական երկրներում տարբեր կլաններ գոյություն ունեն, նույն Սաուդյան Արաբիայում, չէ՞, այնտեղ չգիտեմ 10,000 թե որքան արքայազն կա եւ իշխանության փոխանցման մեխանիզմը բավականին ոչ գործուն է, հա, եւ հիմա Սալմանը, Սաուդյան Արաբիայի բանը արքայազնը, որը իրական ղեկավարն է, ինքը ըստ էության լեգիտիմ չի։ Եվ այնտեղ կան տարբեր ուժեր, բաներ, որոնք իրենք նույնպես հավակնում են իշխանության, պատահական չէր, որ այդ Սալմանը, երբ որ ռեալ իշխանության եկավ, բավականին ազդեցիկ մարդկանց, նաև արքայական տնից ձերբակալեց, չէ, հյուրանոցում էր պահում եւ այլն, մի քանի հոգու սպանություն տեղի ունեցավ, այսինքն այս վիճակը արտաքին անկայունություն է, տար երկրի ներսում ուժեր կան, որոնք բնականաբար փորձել են օգտագործել իրենց օգտին։ Այս խառնաշփոթի մեջ այսօր իսլամական աշխարհում կա առաջնորդության համար պայքար, թե բոլորի առաջնահերթությունը ոչ թե առաջնորդության համար պայքարն, այլ ռազմական գործողությունների դադարին հասնելը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում իսլամական երկիր կա։ Ոչ։ Իսկ մուսուլմանների քանակը աշխարհում որքան է։ Դա երկրորդ կրոնն է։ Հա, ասենք 1.5-2 միլիարդ ըստ տարբեր գնահատականների, որ երկիրը կարա հավակնի առանցքային երկիր լինելու եւ պայմանական անվտանգության խորհրդում իսլամական աշխարհի շահերը ներկայացնելու ամբիցիաներ ունի Թուրքիան։ Դրա մասին հայտարարել է բացահայտ։ Եվ մենք ելի մի թեթև պատմության գնանք, հա, ուրեմն Ներեցեք Չերչիլը ինչպես ասում է, պատմություն սովորեք, այնտեղ է թաքնված ամեն ինչ։ Ուրեմն 1453 թվականին Մեհմեդ II-ը գրավեց Կոստանդնուպոլսը։ Այդ գրավման 700 քանի ամյակին նվիրված, թե 600 քանի ամյակին, էական չի, Թուրքիայի մի ֆիլմ են նկարել, կոչվում է 1453։ Ուրեմն այդ ֆիլմը պետությունն է ֆինանսավորել, որ այդ Կոստանդնուպոլսը գրավման նվիրված ֆիլմը, եւ կադրերը սկսում է հետեւյալ կերպ. ուրեմն Մուհամեդն է մեջքով կանգնած, որովհետեւ դեմքով չի կարել, դիմացը իր մերձավոր շրջապատն է եւ ինքը ասում է, ով որ գրավի Կոստանդնուպոլսը, ըստ էության լինելու է իսլամական աշխարհի առաջնորդը։ Եվ արաբների մոտ այս խոսակցություն կար, որ Բյուզանդիայի հետ պատերազմներ են տեղի ունենում, իրենք չկարողացան Կոստանդնուպոլսը գրավել, քրիստոնյաների սիրտը։ Եվ խոսք կար, որ ով որ գրավի Կոստանդնուպոլսը, նա լինելու է իսլամական աշխարհի առաջնորդը, առանցքային երկիրը։ Այդ երկիրը դարձավ Թուրքիան, Կոստանդնուպոլսը գրավեցին, հետո Մեքքան ու Մեդինան ու դարան խալիֆներ։ Խալիֆ նշանակում է ժառանգորդ, Մուհամեդի ժառանգորդներն են, բառացի ժառանգորդ է նշանակում։ Հիմա այդ ֆիլմով, նաև Այա Սոֆիան նորից մսկիթ դարձնելով, իրենք հենց վերադառնել են գաղափարին, ու քրիստոնյաների գլխավոր տաճարն էր, չէ՞, Այա Սոֆիան, որ մենք հայտ ենք ներկայացնում դառնալ իսլամական աշխարհի առաջնորդը։ Այդ առաջնորդությունը Թուրքիան իր վրա է վերցրել։ Հիմա ինչ պետք է անի Թուրքիան, որպեսզի դառնա իսլամական աշխարհի առաջնորդը կրոնական առումով, ով որ գրավի Երուսաղեմը եւ Ալ-Աղսա մզկիթը, ոնց որ ժամանակի Կոստանդնուպոլսը, նա դառնալու է իսլամական աշխարհի առաջնորդը։ Եվ դրա համար պատահական չի, որ Էրդողանը եւ նաեւ Թուրքիայում շատ են խոսում Երուսաղեմի պաշտպանության մասին, Ալ-Աղսա մզկիթի մասին, որովհետև դա խորհրդանիշ է, ով որ ազատագրեց Ալ-Աղսա մզկիթը, սրբությունը, երրորդ սրբությունը իսլամական աշխարհի, նա լինելու է իսլամական աշխարհի առաջնորդը։ Թուրքական մամուլքան Էրդողանի եւ մյուսների հայտարարությունների մեջ, որոնք դա օգտագործում են իհարկե մասսաների վրա ազդեցություն ունենալու համար, այդ խորհրդանշական պահերը չափազանց կարեւոր են։ Եվ դրա մաս է կազմում նաև չբացառելը, որ Ստամբուլը կարող է լինել Թուրքիայի մայրաքաղաքը։
բարբերաբար Թուրքիայի հետ այդպիսի խոսակցություններ ակտիվանում են, չէ՞։ Ստամբուլը լինի։ Որ Ստամբուլը նորից կարող է լինել Թուրքիայի մայրաքաղաքը։ Հա, դա նույնպես, այո, այդ գաղափարը կա, բայց նույնպես վերադարձ է արմատներին։ Հա, այդ գաղափարը կա, որտեվ ինչի Ստամբուլից տարավ Անկարա Աթաթուրքը, Պետության աշխարհիկության ինքը ատում էր Ստամբուլը եւ ինքը ասում էր, որ ատում է Ստամբուլը, որտեղ Ստամբուլը Օսմանյան կայսրության այդ իսլամի վրա էր, չէ՞, Օսմանյան կայսրությունը ստեղծված, դրա խորհրդանիշն էր։ Ինքը հեռացրեց մայրաքաղաքը, ազգային մայրաքաղաք սարքեց։ Վերադարձնելու այդ խոսակցությունը նույնպես այդ տրամաբանության սիմվոլիկ իմաստը ունի։ Մեծ թուրքական այս ամբիցիան Թուրքիայի քաղաքական վարքում ինչպես կարող է արտահայտվել մեր տարածաշրջանում։ Բնականաբար որոշակի խնդիրներ հնարավոր են Ադրբեջանի հետ, բայց չգիտեմ դրանք ինչքանով է կարող են Թուրքիայի կողմից կառավարելի լինել։ Միանշանակ չի, որ Թուրքիայի կողմից կառավարելի կլինեն, որտեղ Ադրբեջանը այսպես թե այնպես առանձին երկիր է, որտեղ շատ մեծ ազդեցություն ունեն եւ Իսրայելը եւ Բրիտանիան։ Մենք տեսանք, չէ, Իրանում ինչ էր կատարվում, այսինքն Մոսադը այնքան էր մտել Իրանի մեջ, որ նույնիսկ հրթիռներ էր այնտեղից բաց թողում, ցանկացած անձնավորության նույնիսկ համար առաջի դեմքերին կարողանում էր հեշտությամբ լիկվիդացնել։ Հիմա հարց է առաջանում, իսկ որքանով են իրենք ներկայացված Ադրբեջանում եւ նաեւ բրիտանացիները, որոնք 100 միլիարդից ավել ներդրումներ ունեն Ադրբեջանում։ British Petroleum-ը եւ այլն, այնտեղ բազմաթիվ գրասենյակներ կան, այդ գրասենյակները քանիսն են իրականում ռազմական կամ հետախուզական նշանակություն ունեցող եւ նաեւ իսրայելական։ Եվ եթե պետք լինի, օրինակի համար Իրան-Ադրբեջան պատերազմ սկսել, ինչ գիտեք, որ առանց Ալիևի ցանկության այնտեղից հրթիռներ կգնան Իրան, Իրանում էլ առանց Իրանի իշխանության թույլտվության վերահսկողությունից դուրս եկած խմբեր կան, հրթիռակոծվի Ադրբեջանը եւ այդ երկու երկրները փաստի առաջ կկանգնեն։ Այսինքն այնտեղ ազդեցությունը այնքան ուժեղ է, որ այնպես չի, որ այդ երկրի ղեկավարները վերահսկում են։ Նույն Ալիևը վերահսկում է Ադրբեջանի ամբողջ տարածքը։ Իմիջիայլոց, երբ որ սկսեցին ոչնչացնել Իրանի ղեկավարությանը, հեշտությամբ ոչնչացնել եւ Մոսադը Իրանում շատ լուրջ գործում էր, Թուրքիայում հարցեր առաջացավ։ Իսկ արդյոք Թուրքիայում նույնպես նման օջախներ կան, թե նման օջախներ չկան, արդեն իրենց մոտ այդ մտահոգությունը առաջացավ։ Եվ այստեղ մեր հեռուստադիտողների դիտողներին կարող է թվալ, թե մենք քիչ հավանական ինչ-որ սցենարներ ենք քննարկում, բայց հետաքրքիր է, որ վերջին միջադեպը, որ եղավ Նախիջևանի օդանավակայանի թիրախավորումը ԱՏՍ-ի կողմից, իրանական կողմը հայտարարեց, որ դա իսրայելական հատուկ ծառայությունների գործողություն է, այսինքն նման բանի ականատես մենք մեկ անգամ եղել ենք։ Եթե Թեհրանի մեջից են ԱԹՍ-ով հարվածում Իրանի ղեկավարությանը, պարզ չի, որ ասենք որևէ խնդիր չկա։ Եվ այդ Մոսադի ներկայությունը նաև Թուրքիայում է, Ադրբեջանում ես կարծում եմ սարսափելի մեծ է այդ ազդեցությունը եւ հնարավորությունները շատ մեծ են։ Իրանում էլ մենք տեսանք ինչ եղավ։ Հարց է ուրիշ երկրներում ինչպես են այդ Լիբանանում Հեզբոլլահի ղեկավարներին ինչպես օգտագործեցին, ինչպես վերացրեցին, չէ, բանի փեյջերների միջոցով։ Հիմա ինչ գիտեք, ասենք, ենթադրենք, այս կամերաներից որևէ մեկը չի կարող պայթել եւ այնտեղ արդեն պատրաստված է ամենը, հա, կամ հեռուստացույցները, որոնք չեն կարող պայթել, որոնք այդ կամերաները նույնիսկ անջատված ժամանակ վերահսկող կարողանում են նկարել եւ ձայնագրել, հա, այսինքն ով որ արտադրել են, այնտեղ համապատասխան հնարավորություններ կան, ինտերնետին միացված են, չէ՞ դրանք։ Այսինքն ցանկացած բան կարա բաժակ պայթի, հարթուկ պայթի, եւ հիմա այդ հնարավորությունները շատ մեծ են։ Այսինքն դուք տեսաների ապագայում ադրբեջանա-թուրքական հարաբերություններում խնդիրներ տեսնում եք։ Ես չեմ ասում, որ խնդիրներ տեսնում եմ։ Մենք պետք է հասկանանք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը դրանք տարբեր երկրներ են, տարբեր ղեկավարություն ունեն, տարբեր շահեր ունեն եւ տարբեր աշխարհաքաղաքական տարածքներում են գտնվում։ Իսկ տարածքը աշխարհաքաղաքական առումով ինքը թելադրում է քո պետության քաղաքականությունը եւ շահերը։ Ես դա շատ կոպիտ օրինակ բերեմ։ Օրինակ, մինչև 20 թվականը Արցախի եւ Հայաստանի շահերը համընկնում էին ամբողջությամբ։
ամբողջությամբ հատակ տարբեր միավորներ են, չէ՞, այնուամենայնիվ տարբեր ղեկավար։ Եթե Արցախի ու Հայաստանի շահերը կարող են տարբերվել օբյեկտիվորեն, ոչ թե ինչ-որ վատ նպատակ ունեն, դա բնականաբար Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը առավել եւս իրենք միշտ չի, որ նույնական են։ Թուրքիան է համատեքստում Ադրբեջանին հակազդելու ինչ ռեսուրսներ ունի դες։ Տարբեր ռեսուրսներ ունի, նաև մշակութային ռեսուրսներ ունի, նաև հետախուզական եւ ռազմական ներկայություն ունի։ Մյուս կողմից այդ հետախուզական եւ ռազմական ներկայություններ ունեն Իսրայելը, ունի Բրիտանիան, որոշակի ազդեցություն ունի Պակիստանը, Միացյալ Նահանգներն էլ երևի կունենան։ Այդ առումով շատ դժվար է ասել, թե Ադրբեջանը որքանով է ինքնուրույն երկիր ու դա միայն Ադրբեջանին չի վերաբերվում։ Մենք մինչև հաղորդման սկիզբը խոսում էինք, որ հետևողական քաղաքականության արդյունքում Ադրբեջանում նվազել է շիադավան բնակչության թիվը եւ մեծացել է սուննի դավանող բնակչության թիվը։ Այս համատեքստում Թուրքիայի ազդեցությունը հավանաբար ավելի մեծ է հենց սուննի շրջանակներում։ Դրանք կարող են օգտագործվել դες Թուրքիայի։ Բնականաբար կարող են օգտագործվել նաև շիական շրջանակներում Իրանի ազդեցությունը նույնպես որոշակիորեն կապատահական չի, որ այս վերջի 15 տարին առնվազն անընդհատ ձերբակալություններ են լինում շիա հոգևորականների կամ խոսքեր գնում շիական կուսակցություն են փորձում ստեղծել, մարդկանց են վերացնում, տանջում եւ այլն, այս վերջերը նույնպես դա տեղի ունեցավ, չէ, որ իրանական լրտեսներ բռնեցին, որոնք մեջ նաև շիա հավատացյալներ կային, то есть հեղինակություններ, այդ process-ը մշտապես գնում է եւ Ադրբեջանում բնականաբար սուննիների քանակը մեծացել է, հատկապես երիտասարդության շրջանում, հատկապես Բաքվում։ Դա բերում է ուղղակի Ոնց որ ես անալոգիան բերեմ, հա, ոնց որ Հայաստանում կան ավետարանական բողոքական համայնքներ, չէ, որոնք այս վերջերս մեծանում են, այն մարդիկ, որոնք Ադրբեջանում նոր հավատացյալ են դառնում, հայ լինելով աշխարհիկ մարդիկ, որպես կանոն գնում են այդ նոր շարժումներին, որոնք սուննիական են։ Հա, Հայաստանում էլ ասեն գնում են ավետարանական են դառնում եւ այլն, չէ, բողոքական եկեղեցիներ են գնում։ Նույնն էլ Բաքվում եւ այդ նոր կրոնական դարձ ունեցողները հիմնականում սուննիական տարածքներ են գնում, այդ ուղղության են գնում, իսկ շիաները ավանդական շրջաններ, ավելի շուտ գյուղաբնակ, ավելի շատ թալիշների եւ թաթերի բնակության վայրերում եւ այլն, այդ առումով նույնիսկ որ ազգային երանգներ է ստանում կրոնը։ Այս կրոնական պատկերի փոփոխությունը Ադրբեջանում ավելի շատ թելադրված է Ադրբեջանի ղեկավարության թե Թուրքիայի կողմից։ Ադրբեջանում քարոզ էր տարվում վաղուց բանից, որ իրենք եղբայրներ են Թուրքիայի հետ, չէ, եւ եթե եղբայրներն են, ապա բնականաբար եղբոր կրոնը պետք է ընդունեն, որտեղ դավանաբանությունը չափազանց կարեւոր է քաղաքական ուղղության ընտրելու առումով։ Շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար, կարելի է թեման շատ շարունակել, գալ նաև Հայաստանի մարտահրավերներին, Հայաստանի դիմագրաված դժվարությունները ինչ պիտի անի մեր պետությունը այս համատեքստում, բայց մեզ հատկացված եթերաժամը սպառվեց։ Սիրելի հեռուստադիտողներ, տարածաշրջանային քաղաքականությունը արդեն կրոնական եւ դավանաբանական ասպեկտից քննարկեցինք քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։ Շնորհակալություն։